Ասենք դուք պատկերացնում եք քաղբանտարկյալ ու Վարդանիկ, հա։ Այն որ ես արամ այդ երկում դրանով հերոս չդարավ, դրանով քաղբանտարկյալ չդարավ։ Այդ մարդը բյուջե է լափում, այդ մարդը կաշառակերությամբ զբաղված, այդ գործով գնում է գալի ասում եք քաղբանտարկյալ։ Վաղը մյուս օր կարող է բոլոր հանցագործները որոշեն իրանց բռնվելուց 5 պակաս հելնեն մի քաղաքական հայտարարություն անեն, որ հետո իրանց քաղաքական բանտարկյալ հայտարարեն։ Թե բա սուր քննադատություն եւ քաղաքական հայացք։ Քննադատությունը գիտեք ինչա, քննադատությունը ուրիշի արարքները հիմնավորված, հոդաբաշխ հիմնավորումներով քննադատելն է, քննարկելն է։ Մարդը հելնում է մի հատ վիդեո է տարածել, ու մենակ ինքը չէ, էլի կասենց։ Ծերի ծեր, միայն հայոյանք ու ֆիզիկական բանը, տենց հաշվեհարդարի բաները, ասում են քաղաքական սուր խոսք է։ Շատ քաղաքական սուր խոսք է։ Վաղ մյուս օր այդ հայոյանքները հարգելիներս, այդ որ դուք այդ հայոյախոսներին ձեր կողմը տենց պահում եք, մի օր պատտվելու են, գալու են ձեր կողմ։ Ու իմիջիայլ ձեր կողմ գալու են առանց ձեզ հակառակվելու, որպես բարեկամ են գալու ձեր պատուհանների տակ։ Դուք ուզելու եք իրանցից ազատվեք, լրագրողներն էլ է սա վերաբերում, երբ որ վերնագիր եք դնում, որ MVD-ի նախարարը, չգիտեմ MVD մենք Եփվանից չունենք, պետք է տղամարդ լինի, որ քֆուր տա եւ այլն ասես բաներ, մի օր այս մարդիկ ձեր մասնագիտությանն են անդրադառնալու, ու դուք չեք կարողանալու պաշտպանվել, որովհետեւ հակառակորդից ավելի հեշտ է պաշտպանվել, բայց անցանկալի բարեկամից այդքան հեշտ չի ազատվելը։ Իսկ իրանք գալու են ձեր մոտ որպես անցանկալի բարեկամներ։ Հիմա ինչ վերաբերում է իշխանազավթմանը արագանցնեմ, ուրեմն ասում եմ միջազգային ընդհանրապես այդ կազմակերպությունների դիտորդական բաները 98 թվականին խորապես թերություններ չեն համապատասխանում չափորոշներին լրջագույն կեղծիքներ 2003-ին էլ չեմ ասում որ ընդհանրապես տվեցիք ամեն ինչ անցակ 200-ից ձերբակալումներ կեղծիքներ լցոնումներ մեդիա կողմնապահություն եւ այլն ոչ մի միջազգային կառույց չի ընդունում Սերժ Սարգսյանն էլ ասում է որ մեր ժողովրդավարությունը էդի մեր ձևով ժողովրդավարությունն է եւ եվրոպական ժողովրդավարությունը այստեղ անելիք չունի ու դա բերում է նրան որ 2008-ին այլ խայտարակ իրավիճակ է լինում էլի խնդիրներ էլի կեղծիքներ եւ տեղի ունեն այն ինչ տեղի ունեն դրանից հետո մի քիչ մեղմվում է միջազգային դիտորդների կարծիքը, որտեղ Սերժ Սարգսյանը արդեն ինստիտուցիոնալ էր դարձել Կաշառքի ինստիտուտը, ամենազազրելի ինստիտուտը, որը մինչև 2018 շատ լավ աշխատեց ընտրությունների համար, որը մինչև 2018 ընդհանրապես մշակութային եւ արժեքային համակարգով հասարակությունը, չգիտեմ, ուր հասցրեց մինչև։ Ու դուք դեռ խոսում եք իշխանազավթումից։ Իսկ ինչ են ասել 2018-ի, 2021-ի ընտրությունների մասին, 2018-ին հիմնարար ազատությունների հարգանք, լայն հանրային վստահություն, թափանցիկություն, համապատասխանություն։ 2021-ին, ուրեմն կներեք, լավ, 2021-ին մրցակցային լավ կառավարում, հիմնական ազատությունների նկատմամբ հարգանք, իհարկե լարված մթնոլորտ։ Եվ լավ հիշեք, որ մենք այլևս 2021-ին այս լարված մթնոլորտում, բայց մրցակցային պայմաններում եւ ազատությունների նման ազատությունների նկատմամբ հարգանքով ընտրված իշխանություն ենք։ Երբ որ իշխանազավթերից եք խոսում, այս ամենը հաշվի առեք, ու երբ որ հերոսապատումներ եք պատմում ձեր մասին, ձեր անցյալի մասին, լավ հիշեք, որ ձեր ցանկացած հերոսապատում խոշոր հաշվով ապօրինի է, որովհետեւ դուք չեք ունեցել լեգիտիմություն եւ չեք ունեցել իրավական այդ հիմքը անելու որևէ որոշում, կատարելու որևիցե քայլ Հայաստանի Հանրապետության անունից։ Գնացեք մտածեք ովքեր են իշխանազավթները, ովքեր են հայոյախոսները եւ մնացածները, շնորհակալ եմ։